այժմ, եթե չեմ սխալվում, հանդիպել է միայն Նետանյահուի հետ եւ հաշվի առնելով քաղաքականությունը եւ ռետորաբանությունը, որը Տրամփին բնորոշ էր նախընտրական եւ ընտրությունների առաջ շաբաթվա մեջ, Հայաստանը ակնհայտորեն չի գտնվում Տրամփի ադմինիստրացիայի ամենակարևոր հարթակներում, որոնք որ Տրամփի համար էական են, հիշեցնեմ իր համար այդ տարիֆներ, տնտեսական պատերազմներ, որտեղ որ Հայաստանը որպես այդպեսին չկա, ավելին Հայաստանը գտնվում է ինչ-որ հերու բավականին հերու ամերիկյան հիմնական շահերից աշխարհագրականորեն, որտեղ հիմա ինքը Պանամա, Կանադա, Գրենլանդիա, ասենք չգիտեմ ինչ-որ Եվրոպական միություն եւ Գազայի հատված, այսինքն մենք այնպես չի, որ ինչ-որ մի տեղին մտնում ենք, նույնիսկ Իրանի մասին ինքը խոսում է ստորակետով եւ ասում է, որ ինձ հետ դուրս չի գալիս այն ինչ որ ես ուզում եմ անեմ, բայց ես պատրաստ եմ բանակցել։ Եվ հենց այս տեսանկյունից է պետք դիտարկել, որ առաջնային է իհարկե լինելու է ուրեմն Իսրայելի հետ հարաբերությունները եւ սրա մասին է Տրամփի հիմնական արտաքին քաղաքականությունը լինելու ինչ որ ժամանակ, մինչեւ խելքի չգա, բոլոր մնացածի հետ ինքը հարաբերությունները չի զարգացնում առնվազն սենց ասենք, կոչենք դա չի զարգացնում, որտեղ կա ինչ որ Կանադայի кейս, կա Մեքսիկայի кейս, այսինքն իր նավթան, որը որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հիմնական տնտեսական բանն էր, կա Եվրամիության кейս, որտեղ ինքը էլի է փորձում ինչ որ տարիֆների լեզվով խոսել եւ վախեցնել, ակնհայտ է, որ Եվրոպան չի պատրաստվում հանձնվել ընդհուպ մինչեւ Ֆրանսիան ստանձնելով առաջնորդությունը հայտարարում է, որ պատրաստ է նույնիսկ Գրենլանդիա զորամասով ուղարկել, որպեսզի ապահովեր Գրենլանդիայի անվտանգությունը, եթե պարոն Տրամփի խնդիրը անվտանգությունն է։ Հետևաբար Հայաստանի Հանրապետության վարչապետին, որ ընդունում է փոխնախագահան, դա հրաշալի արդյունք է, որը կարար եւ չընդուներ։ Հանգիստ կարար չընդուներ։ Դա նշանակում է, որ ինչ որ մակարդակի վրա հետաքրքրություն կա։ Ելնելով նրանց ինչ են խոսել, դա հայ-ամերիկյան հարաբերություններն են ակնհայտ է, որ նոր է ստորագրվել այդ փաստաթուղթը եւ որպիսի Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը որքան էլ որ Տրամփի ավելի շուտ Մասկի գործողությունների շնորհիվ, մենք հասկանում ենք, որ USAID-ը փակվեց, հիմա հայտնի է, որ արտաքին հետախուզական ծառայությունը CIA կամ ռուսերեն ասած ՑՌ-ն էլ ինչ որ փակում դադարում եւ այլն, այս ամբողջի մեջ շատ կարեւոր է, որ Հայաստանը ինչ որ մի կերպ կարողացել է հայտնվել։ Վենսը հայտնի էր նաեւ նախընտրական ժամանակահատվածում 2-3 պրոհայկական հայտարարություն արել է եւ մեծ հաշվով կա երկուսակցական կոնսենսուս, ինչպես իհարկե չի հասնում ֆրանսիականին, որտեղ որ ընդհանրապես քաղաքական ուժ չկա, որի համար Հայաստանի հետ հարաբերությունները առաջնահերթ չեն։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կա երկուսակցական բավականին լուրջ կոնսենսուս որոշ հարցերի շուրջ, որտեղ որ Հայաստանը թշնամի չի դիտարկվում։ Այսքան հայտնվելով տարածաշրջանի ամենակարևոր երկիրը ընդեղ, որովհետև ուրիշ մարդ չի գնացել եւ տարածաշրջանի վերաբերյալ քննարկումները այս թե այն կերպ պետքա տեղի ունենային, ես օրինակ ընդհանրապես չի զարմանա, եթե դա լիներ Ռուբիոն, այսինքն պետքարտուղարը, բայց պետքարտուղարի երևի թե արտաքին բաների զբաղվածությունը արտաքին ուղևորությունները մի քիչ շատ են եւ փոխնախագահն հանդիպե, ինչը փայլուն արդյունք Հայաստանի համար մեծ հաշվով։ Դուք հիշեցրեցիք, որ այո, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին այդ խարտիայի ստորագրությունից հետո դա ինքնստինքյան հասկանալի, իսկ կարելի է հասկանալ մի քայլ ավել դնել, կապելով այդ խարտիայի հետ, որ այսպիսով նոր վարչակազմը այս հանդիպումով վերահաստատեց, որ տեղյակ է այդ խարտիայի մասին, համաձայնեցված է իրենց հետ այդ խարտիան եւ այդ գիծը շարունակվում է, որովհետեւ շատերն ասում են, դե Բայդենի ժամանակ ու Բայդենի օրոք է ստորագրվել, նոր վարչակազմը կարող է խզել եւ այլն, եւ սա վերահաստատում է, համեցեք։ Մենք այն ժամանակ նույնիսկ որ նոր էին ստորագրել, ստեղ եթերում զրուցեցինք ու պարզեց, չէ, որ հետ խաղ չի լինելու։ Ստեղ կա երկու հարց, որը առաջացել է դրա պատճառով։ Նախ եւ առաջ գոյություն ունի հարց, որը վերաբերվում է Արցախի տեղահանված բնակչության հետ, ովքեր մեծ
բավականին մեծ օժանդակություն էին ստանում USAID-ից, գործակալությունից, որը որ Տրամպը փակեց, Տրամպը չէ Մասկը, ավելի շուտ ոնց փակեց, տեղափոխեցին Մարկո Ռուբիոյի տակ, եւ հիմա դե ֆակտո պետքարտուղարը համել հանդիսանում է USAID-ի ղեկավար։ US տարբերությունը շատ մեծ է, որովհետեւ եթե USAID-ը հանդիսանում էր գործակալություն եւ ուներ սեփական քաղաքականություն, սեփական բյուջե, որը սեփական ճանապարհներով, սեփական զեկույցներով գնում էր կոնգրես, ապա հիմա ինքը դառնում է պետդեպարտամենտի մաս։ Պետդեպարտամենտի մաս USAID-ը որպես այդպիսին ունակ չի լինելու իրականացնել երկարաժամկետ ծրագրեր։ Այսինքն, ամբողջ USAID-ի քաղաքականությունը կապված է լինելու կադենցիայի հետ։ Ինչն էր, երբ որ ինքը գործակալություն էր, ինքը կարող էր 10, 15, 20 տարվա ծրագիր ներկայացնել եւ այդ 20 տարվա ծրագիրը անկախ ադմինիստրացիայի մի փոքր շտկումներով իրականացնել։ Հիմա, քանի որ ինքը դարձավ անմիջականորեն ընտրված եւ ընտրություններից հետո նշանակված պաշտոնյաների, որոնք ենթարկվում են ընտրված նախագահին, հետեւաբար հիմա ընտրված նախագահի քաղաքականությունը թելադրելու է թե USAID-ը ինչ անելու։ Եվ այստեղ շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները, այս դեպքում վարչապետը, ակտիվորեն աշխատեն Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրված նախագահի աշխատակազմի հետ, որպեսզի հասկանան, օրինակ, USAID-ի առաջարկած կամ հաստատված գումարները, որոնք թե ապրիլի 5-ով, թե մինչև այդ, հիշում եք սահմանապահներն եկել այդտեղ Արցախի տեղահանված բնակիչներին այդ գումարները, որ պետքա փոխանցվեր, այդ գումարները ինչ է լինելու, ոնց է այդ հարաբերությունները հայ-ամերիկյան գոնե հումանիտար հարցերը շարունակվելու։ Բացի դրանից գոյություն ունի բավականին լուրջ խնդիր Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի, որը մեծ հաշվով պայմանավորված է Իսրայելի դիրքորոշման հետ։ Եվ հաշվի առնելով թե ինչպիսի ռետորաբանությամբ Տրամպը խոսում էր Գազայի հատվածի մասին, թե ոնց է ինքը պատրաստվում նույնիսկ զորքեր ուղարկել եւ Գազայի հատվածը վերցնել բանի տակ ու պրոտեկտորատի տակ, ասենք ասենք, կառուցել այնտեղ, չգիտեմ, Ռիվիերա, ընդ որում շատ տենց տարօրինակ կերպով 10-ից 15 տարվա պլաներով, չնայած ոչ կենսաբանական տարիքը եւ ոչ էլ սահմանադրական հնարավորությունները թույլ չեն տալի ենթադրել, որ Տրամպը 5 տարուց նույնիսկ կարողանա ինչ-որ բան անել, այսինքն դա ամբողջությամբ պոպուլիստական ինչ-որ հայտարարություն էր, որը բան չուներ։ Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ 4 տարին բավական ժամանակահատված է, որպեսզի Իրանի հետ հարաբերությունները լավացնել կամ վատթարացնել, չգիտեմ, նայած Մասկի գլխին ինչ կփչի, եւ Հայաստանը, քանի որ տարածաշրջանից միայն Հայաստանն է այնտեղ եւ կարևոր դերակատարում ունի եւ հիշեցնեմ, որ տարիներ, տասնյակներ տարիներ արդեն չնայած Իրանը ժամանակ առ ժամանակ հայտնվում է ծանր թեթև կամ այլ տիպի պատժամիջոցների տակ, Հայաստանի հետ հարաբերությունները Իրանի որևէ կերպ չեն հանդիսանում դժգոհության առարկա, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ թե Եվրամիության։ Մյուս կողմից Եվրամիությունը ակտիվորեն հիշեցնենք, ուղղակի չգիտեմ, կարող եմ մոռացել են մարդիկ, դեկտեմբերին քննարկվում էր Շվեյցարիայում հանդիպում տեղի ունեցավ, որտեղ որ մասնակցել էին Եվրամիության ներկայացուցիչները եւ Իրանը, եւ որտեղ քննարկվել էր Իրանի միջուկային ծրագիրը եւ այդ ամեն ինչը օքեյ է։ Հիմա մենք ունենք մի իրավիճակ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները նախ եւ առաջ դա հումանիտար տնտեսական, որովհետև պետք է ինչ-որ կերպ Տրամպի ադմինիստրացիային հետաքրքրում է, ստեղել է շատ էական, տեսեք, Տրամպը մտցրեց, կներեք, sense մի քիչ բանը, բայց շատ կարևոր բան եմ ասում։ Չէ, sense լավ չի, չեմ սիրում, որ տենց եմ ասում, բայց իրականում հետաքրքիր է, լավ, կարևոր չի, հետաքրքիր է։ Տրամպը մտցրեց 10%-ի տարիֆներ Չինաստանի վրա։ Չինաստանը ի պատասխան մտցրեց տարիֆներ մի քանի մետաղների, այդ թվում մոլիբդենի վրա։ Հիմա տեսեք, մենք իրականում տարբեր գնահատականներով 7-15% համաշխարհային մոլիբդենի պաշարների Հայաստանն են։ Մենք իրականում Ամերիկայի Միացյալ Նահանգներում այս պարագայում առաջարկելու բան ունենք, առնվազն մոլիբդենի մասով, հա։ Եվ եթե այս ռուսական ազդեցությունից ի վերջո պրծնենք, մենք շատ հետաքրքիր գործընկեր կարող ենք լինել նույն ԱՄՆ-ի եւ Եվրամիության համար ակնհայտորեն։ Ես իհարկե կնախընտրեմ, որ Զանգեզուրի բանձամոլիբդենային եւ ընդհանուր առմամբ Սյունիքի զարգացումը ոնց Ֆրանսիան ստանձնել է առաջնորդությունը տենց շարունակի,
որտեվ քաղաքական հիշում եք Ռոնալդում հանդիպեցին, բոլոր քաղաքապետերին հավաքեցին, այդ զարգացումը կա, բայց մեծ Եվրատլանտյան ընտանիքում մենք կարող ենք զբաղեցնել շատ կարևոր փոքր, բայց կարևոր դերակատարում, օրինակը տեղ, հիմա ինչի Նիկոլը դա չպետք է քննարկի, պետք է քննարկի, ինձ թվում է ինքը օր առաջ պետք է դա քննարկեր, որովհետեւ դրա համար պետք է երկու բան անել, հապկից ԵԱՏՄ-ից դուրս գալ, իսկ մենք գիտենք որ դա չի անի, Գուցե Միգուցե, օրինակ նույնիսկ Ադրբեջանը ֆայմեց, որ Ռոսատրոդնիստվան պետք է փակի։ Ինչքան ժամանակ է բղավում եմ ձեր եթերներից, որ այդ գերեուշնիկների կանտորան պետք է փակվի։ Ինչի պետք է Ադրբեջանը մեզանից առաջ ընկնի այդ հարցում։ Տեսեք, ինքը Ռուսաստանից օգտվեց, էթնիկ զտումներ արեց, պատերազմում հաղթեց, ճնշեց, Հայաստանից էլ կտորներ վերցրեց, ամեն ինչ արեց, որպես Ռուսաստանի դաշնակից, ամեն ինչ արեց, հետո նորից հայտնվեց մեզանից առաջ հակառուսական ճամբարում։ Բռնեց Ռոսատրոդնիստվան փակեց։ $1 միլիոն եղածն ինչա որ բան չեք կարողանում հանել այդ ահռելի գումարներից, որոնք որ աշխատել եք Ռուսաստանի հետ պատժամիջոցներ խնայելուց։ Ահռելի գումարներ եք աշխատել։ Այդ 1 միլիոնը Ուկրաինային ուղարկված Դա գրեթե ոչ մի բան է, այո։ Դրա մասին եք ասում։ Դա գրեթե ոչ մի բան է։ Որում փողի տեսքով չեն։ Այո, փողի տեսքով չի, դե ինչքան են դուրս գրել Աստված Դուրս գիտի։ են գրել իրենց։ Դուրս են գրել երկու հատ բան կտան, անունը ինչ է, դա ինչ-որ գեներատոր կտան կամ ինչ-որ տրանսֆորմատոր կտան։ Դուք էլ արեք։ Ո՞ղա ձեզ խանգարում։ Առավել ես ունեք տրանսֆորմատորների արտադրություն արդեն ունենք Հայաստանում։ 3 հատ փաթաթեք տարեք տվեք այդ մարդկանց, գոնե, չէ, ինչ ասածս որն է։ Հիմա տեսեք, ասում են որ կարևոր չի որ Տրամպի հետ Նիկոլը հանդիպեր, ինչ էր ասում։ Տրամպը ագրեսիվ մասկուլին բան է, ինքը տենց մոտեցում է սիրում։ Նիկոլը այդ վայ բան կներեք սենց